Արդյոք Երևանի քաղաքապետը որևէ առավելություն ունի պատգամավորների կամ մարզպետների համեմատ, որ բոլորը պատշաճ ներկայանում են հանձնաժողովի նիստին, բայց վերջինս կարևորություն չի տալիս, հարցը բարձրացնում է Նիկոլ Փաշինյանը, արտահայտելով իր դժգոհությունը նման վերաբերմունքից։ Հայաստանում ոնց որ կան ռանգերի են բաժանվում պաշտոնյաներ։ Եթե պարոն քաղաքապետը եւ որոշ այլ պաշտոնյաներ համարում են, որ սա ոչ կարևոր իրադարձություն է, թող ասեն մենք էլ չգանք։ Երբևէ չթերագնահատելով միտում չունի չմասնակցելու ազգային ժողովի քննարկումներին։ Փոխքաղաքապետը դեռ երկար է շարունակում պաշտպանել իր ղեկավարին, երբ պատասխանում է նաև Փաշինյանի հնչեցրած մյուս հարցերին։ Օրինակ Տարոն Մարգարյանը անցած տարի հստակ հայտարարել էր, որ տրանսպորտի գինը չի բարձրանալու։ Այսօր արդեն հանձնաժողովը քննարկում է այս հարցը, ինչով է բացատրում սա Կամո Արեյանը։ Քաղաքապետի պատասխանը եղել է ապրիլի 1-ին վերաբերող, որ ապրիլի 1-ից չի բարձրանալու սակագինը։ Ստացվեց, որ այդ հայտարարությունը 4 օրվա է, 28, 29, 30, 31, բայց երկուսից կարող է թանկանալ։ Այդպես էլ հարցադրման հեղինակն ու փոխքաղաքապետը չհասկացան իրար, այսքանով հարց ու պատասխանը չավարտվեց։ Գլխավոր հարցը, որ հետաքրքրում է շատերին, այդ թվում նաև հասարակությանը, ինչ ուղերձ է հղում քաղաքապետարանը հանրությանը, երբ ցանկանում է տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը։ Փաշինյանը հնչեցնում է պատմաբանների գնահատականները, անկախ դրանցից պետական գործիչ է եւ քաղաքապետարանը հավանություն է տվել տեղադրման առաջարկին։ Պատասխանը անտրամաբանական է համարում Փաշինյանը։ Որպես մենք իմանանք պետական գործիչ է, թե պետական դահիճ է, պետք է պատմությունը ուսումնասիրենք։ Ես օրինակ կհասկանայի, եթե Երևանի քաղաքապետարանն ու ավականին նախաձեռնեին մարտի 1-ի զոհերի արձանը, բայց չգիտես ինչու, ոչ թե գնդակահարվողների արձաններ են տեղադրվում Հայաստանում ավելի շատ, այլ գնդակահարողների։ Արձաններ տեղադրելիս ուղերձներ չեն հղվում։ Տեղադրման համար դրական եզրակացություն է տվել ավականու հանձնաժողովը։ Արեյանին փոխարինեց Արագածոտնի մարզպետը։ Տարեկան որքան գումար է ստացել մարզը եւ որքան է ծախսվել։ Այսքանով սահմանափակվեց տեղեկատվությունը, իսկ հարց ուղղելու համար դարձյալ ձայնը տրվեց Նիկոլ Փաշինյանին։ Մինչ այդ եղան արձագանքներ, թե անիմաստ է բյուջեի քննարկմանը նման հարցադրումներ բարձրացնել։ Փաշինյանը սրա վերաբերյալ մինչ հարցը դիտարկում արեց։ Գործադիրի անդամները բան են, դասատու են տալ, ազգային ժողովի դահլիճում է, ստեղ դաց են տալիս, ինչին նստեք, պատասխան ունեք, պատասխանեք, չունեք, ասեք, թե չէ գալիս եք երկու թուղթ գրած կմկմում թողում գնում, ես ինչ ձև է, պատգամավորների մի հատ սովորացնում են ինչ հարց տա։ Հետո միայն հարց ուղղեց, պահանջելով բացատրություն, թե ինչով են զբաղվում այն պաշտոնյաները, ովքեր հասարակության գումարներով ձևավորված բյուջեից աշխատավարձ են ստանում։ Այնուհետև հնչեցրեց աղքատության մակարդակի բարձրացման հարցը Արագածոտնի մարզում, ինչով է պայմանավորված 0.5%-ով բարձրացումը։ Պատասխան հետևյալն էր։ Անցյալի մեր որոշ համայնքներում գաղտնահարության դեպքեր եղան, եւ որոշ համայնքներում խնդիրներ առաջացան, եւ բնական է դրանից որոշակի պետք է մարդկանց հնարավորությունները նվազեր։ Իսկ հանրապետության 3 մարզեր, այդ թվում Կոտայքը նորանշանակ մարզպետներ են ղեկավարում։ Բնապահպանության նախկին նախարար, այսօր արդեն Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը վստահեցնում է, թե անելիքները նախկին մարզպետից չեն մնացել, իսկ նոր պաշտոնը խորտ չէ, կառավարությունում է արդեն 10 տարի։ Բավականին լուրջ անելիք ունենք, սկսած գյուղատնտեսական աշխատանքներից, ավարտված այն բոլոր հիմնախնդիրները, որ այսօր հուզում է մեր համայնքներին։ Մարզպետարանը ընդհանրապես առաջնորդվել է մարզպետանի կողմից հաստատված աշխատանքային պլան ժամանակացույցով, եռամյա պլանով, որը հաստատված է եւ ըստ ոլորտների գործունեությունը ծավալվում է։ Իսկ նախկին մարզպետի կադրերի կրճատման խոսակցությունները լուրջ չի համարում, քաղցրայողներ են եւ որևէ մեկին կրճատել չի կարող։ Այլ հարց է, որ խորհրդականները կարող են լինել իր կադրերը եւ իրավունք ունի նրանց փոխելու։ Մեկ այլ նոր մարզպետ Սյունիքը ներկայացնող Վահե Հակոբյանը արդեն դահլիճում պատասխանում է դարձյալ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցին։ Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի ստեղծած մթնոլորտի վերաբերյալ։ Իրավիճակը դատապարտելի է, նույնիսկ Սուրիկ Խաչատրյանն է դատապարտում տեղի ունեցածը վստահեցնում է մարզպետը։ Պատասխանը Փաշինյանին չի գոհացնում։ Եվս մի քանի մարզպետներ ներկայացնում են բյուջետային ծախսերը անդրադարձ կատարելով նաև սոցիալական փաթեթների թերի կատարմանը եւ պատասխանելով, որ գյուղաբնակներից շատերը տարբեր պատճառներով հնարավորություն չեն ունենում օգտվել դրանցից։ Վարդուհի Արզումանյան, Տիգրան Գասաբյան, Gala News։